Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո ազատագրությունը շատ մոտ է։ Ավագ ուրբաթը երկրի վրա Տեր Հիսուսի անցկացրած վերջին օրերն նախքան Նրա խաչելությունը։ Նա մատնվեց Հուդայի կողմից ըստ մարգարեության, և այդ օրը Պետրոսը ուրացավ Տիրոջը։ Նրա աշակերտները ցրվեցին, իսկ նա բանտարկվեց և անարդար դատաստանի առջև կանգնեց։ Նրան դատապարտեցին, ծեծեցին, ծաղրի ենթարկեցին և պահանջեցին իր խաչն անձամբ տանել այն վայրը, որտեղ էլ նա խաչվեց ու մահացավ։ Թեև նրան մի բան առաջարկեցին խմել, որպեսզի մեղմացնի իր ցավը, նա մերժեց։ Նա ընտրեց գլուխ չխոնարհելը մահվան ցավի առջև։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի կողքին երկու հանցագործներ խաչվեցին։ Նրանցից մեկը ծաղրում էր Նրան, մինչդեռ մյուսն ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ Քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ. դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես»։ Ամենադաժան, անարդար, անտեղի և տանջալի մահվան մեջ էլ, որին մարդկային մարմինն ընդհանրապես ունակ չէր դիմանալու, Տեր Հիսուսն ընտրեց Իր կողքին խաչված հանցագործին ողորմածությամբ պատասխանելը ու նաև հոգատարություն ցուցաբերեց Իր մոր և ամենամտերիմ աշակերտի նկատմամբ։ «Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց» (Հովհաննես 17:25-27)։ Երբ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա, Նրան խաչից իջեցրին, կտավով փաթաթեցին Նրա մարմինը և գերեզման դրեցին։ Տեր Հիսուսի մահը խաչի վրա ահավոր էր։ Այն ահավոր էր բոլոր առումներով՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Նման մահը ամենացավոտ երևույթն է, որը մարդը կարող է տանել։ Ինչու՞ պետք է Տեր Հիսուսը հնազանդվեր Հոր կամքին և ինչու՞ էր Հայրը կամենում, որ Իր միակ Որդին այդքան չարչարվի ու նման մեծ տառապանքով անցնի։ Աստծու ճանապարհներն իրապես մեր ճանապարհները չեն, բայց այն հաղթանակը, որը եղավ Տեր Հիսուսի մահվան ու հարության արդյունքում, հավիտենապես փրկեց մեր հոգիները։ Տեր Հիսուսի մահը բոլոր հավատացյալ քրիստոնյաների համար դարձավ մեղքերից վերջնական ու կատարյալ փրկագնման օր։ Մենք ի վիճակի չէինք ջնջելու մեր մեղքերը։ Մեր ձեռքերը մշտապես աղտոտված կլինեին մեր ողջ կյանքի ընթացքում գործած մեղքերի պատճառով։ Բայց Տեր Հիսուսը քանդեց մեր կյանքի մահվան ու մեղքի կապանքները։ Այսօր և վաղը հրավիրում եմ քեզ միասին գնալու մի վայր, որտեղ բոլորովին էլ չկա վայելք։ Դա մեր տառապանքի վայրն է, մեր սուգի, ցավերի ու վերքերի ոլորտը։ Կյանքը միշտ չէ, որ ընթանում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացրել։ Բավական է մեկ հեռախոսազանգ, անսպասելի մի վատ լուր, հարաբերությունների մեջ բաժանում, ողբերգական որևէ դեպք, և կյանքում ամեն բան կարող է կտրուկ փոխվել։ Դու էլ ինձ նման երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ. որտե՞ղ է Աստված այդպիսի պահերին։ Արդյոք Նա տեսնո՞ւմ է, թե ինչի միջով եմ հիմա անցնում։ Արդյոք ինչի՞ն է Նա սպասում, որպեսզի վերջապես Իր ձեռքը մեկնի և օգնի ինձ։ Ինչո՞ւ է Նա լքել ինձ։ Մոտ 2000 տարի առաջ այս օրը Տեր Հիսուսն էլ լքվածության ու տառապանքի նույն զգացումներն էր ապրում։ Հիշո՞ւմ ես Նրա խոսքերը. «Էլի, Էլի, լամա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, ինչու՞ լքեցիր ինձ»։ Մատթեոս 27:46 Այո, երբ մեր նեղությունն ու շփոթվածությունը աննախադեպ ուժգին են, մենք էլ որոշակիորեն կարող ենք զգալ այն, ինչը Տեր Հիսուսն էր զգում խաչի վրա լքվածության առումով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այդուհանդերձ, ամենախորը նեղության մեջ Աստված շարունակում է մնալ քո կողքին։ Եվ Նա, իհարկե, գիտի, թե ինչի միջով ես դու անցնում։ Նա զգում է քո ցավը։ Այսօր էլ Նա կրկին ասում է այս խոսքերը քեզ համար. «Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան։ Ես նրա հետ կլինեմ նրա նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ» (91-րդ Սաղմոս 15-րդ)։ Ո՛չ, Նա չի հեռանում քեզնից։ Ո՛չ, Նա չի լքում քեզ, սպասելով մինչև ամեն բան կանցնի։ Աստված քեզ հետ է։
Քո բոլոր փորձությունների մեջ Նա քո կողքին է։ Աստված սիրում է քեզ և պահում է քո անձը։ Նրա ականջները փակ չեն քո աղաղակների համար։ Բարձրացրու աչքերդ վեր և լցվի՛ր հավատքով, որ քո ազատագրությունն ազդարարող զանգը հնչելու է ճիշտ ժամանակին, և նորից գալու են լավ ու բարի ժամանակները։ Այո՛, քո ազատագրությունը մոտ է այնքան, որքան մոտ էր հարության օրը խաչելության օրվանը։ Համբերի՛ր։ Երբե՛ք չմոռանաս՝ Աստված կատարում է Իր խոստումները։ Քո կյանքի ամենածանր պահերին ապավինի՛ր Տեր Աստծու օգնությանը, և շուտով քո կյանքի դժվարությունները դառնալու են Աստծու անվանը փառք բերող վկայություններ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։